Աստված մեզ ուղիղ ընտրեց դեռ Աբգար թագավորի ժամանակ։ Ասես չարի հետ ջահանացած խոսում էր, ասում է լսի, մինչ աշխարհի վերջը իրենք իմն են։ Այդ արյունը սառում է, երբ որ Աբգար թագավորի ու Քրիստոսի նամակները կարդում ես, այդ 7 նամակները, որոնք թարգմանել է Յակով Լորբեր, համացանցում կգտնեք, հրաշալի նամակներ են, ամեն ինչի մասին գրված է։ Ո՞վ է ասում հայը իմն է։ Քրիստոսը ասում։ Քրիստոս Աբգար թագավորը նամակ է գրում Քրիստոսին, ասում է լսի, լսել եմ, այդ դու ինչ անում ես, այդ մարդու բան չի։ Ու նամակագրություն են ունենում քանի անգամ եւ այլ, մի օր երկրաշարժից Հայաստանի ջրերը դառնանում են։ Նամակագրում Քրիստոսին, ասում է իմ եղբայր, ասում է ջրերս դառնացել են, ոսկիով, նավերով եմ դրսից ջուր բերում, ես սենց չեմ կարա ժողովրդից պահեմ, ջրերս քաղցրացրու էլի, հայոց թագավորի վստահությանը, Ար Քրիստոս, այո, ար Քրիստոս, Քրիստոսն ասում է պատասխան Աբգար թագավորի նամակին, ասում է իմ եղբայր Աբգար, քաղցրացնեմ ջրերդ եւ շրջվում սկսում է չարի սատանայի հետ խոսել ջահանացած Քրիստոս ինչ ես ուզում այդ աշխատասեր բարի հացից քարից հաց քամող ազգից ինչ են քեզ արել ինչ ես կպել իրենց Այդ մանրամասնությունները նամակների մեջ այո նամակի այո գրված եւ ասում է նայ ասում է քեզ տրված է եւ իրենց է տրված փրկagorցության դարձի գալու հնարավորություն բայց երևում է դու միտ չունես դարձի գալու չարին ասում եւ ասում է նայ մինչ աշխարհի վերջը իրենք իմն են լինելու իմն են մեր մասին է խոսքը ես իմ արունը սառել է երբ որ այդ ամբողջ այդ նկարագիրը կարդացել եմ ու ընկալել ու անչափ կարևոր է որ թարգմանողը հրեա է բնագրերից արխիվներից վերցրել եւ թարգմանել է Յակով Լորբեր եւ հիմա Արեգ ջան դրան գումարվեց պատմական 301 թվականը որը ասենք պետականորեն քրիստոնեություն սահմանվեց եւ այլն դրանից հետո 405 թվականին տրվեց մարդկության ամբողջ պատմության ընթացքում եզակի այբուբեն գրավոր խոսքի համակարգ դա միայն աստվածանտիր տեսակին պիտի տրվեր